Ես ուզում եմ նորից խոսել հափշտակության մասին, արդեն մի տարի է խոսում եմ հափշտակության մասին, մինչև այդ ես էլ չեմ իմացել դա ինչ է, մինչև այդ ես նույնիսկ Աստվածաշունչ չէի կարդացել, ուր մնաց իմանայի, ուր մնաց հասկանայի, բայց այդ ամենը ինձ ասաց Սուրբ Հոգին եւ սովորեցրեց ինձ ամեն ինչ Սուրբ Հոգին եւ արդեն մի տարի է նա ինձ առաջնորդում է եւ խոսում է իմ շուրթերով եւ պատրաստում է իր զավակներին հափշտակությանը, եկեղեցու հափշտակությանը, ես չգիտեք թե դա ինչ է, կարող եք ուղղակի թերթել այս ալիքը եւ բազում են տասնյակներով են ուղղակի հոլովակներ հափշտակության մասին եւ Հիսուս Քրիստոսը գալու է այնպես ինչպես գրված է Աստվածաշնչում, նա գալու է ամպերի միջով, նրա ոտքերը չեն դիպչելու երկրին, նա գալու է ամպերի միջով եւ նրա հրեշտակները աշխարհի 4 կողմից հավաքելու են նրա ընտրյալներին, նրա սրբերին, նրա մաքուրներին եւ այդ ընտրյալները, այդ զավակները Հիսուս Քրիստոսի իրական եկեղեցին են, իրական եկեղեցին, այսինքն մաքուրները, նրանք ովքեր իրոք պատկանում են Հիսուս Քրիստոսին եւ կոչվում են հարս Աստվածաշնչում մեր մասին գրված է հարսը, իսկ փեսան Տեր Հիսուս Քրիստոսն է եւ լինելու է խնջույք երկնքում, երկնային թագավորությունում, որին մենք մասնակցելու ենք եւ շատ շուտով հափշտակությունն է մեզ սպասում եւ մինչեւ հափշտակություն Աստվածաշնչում գրված են երկրային եւ երկնային նշանները, որոնք պետք է նախորդեն հափշտակությանը եւ կարելի է ասել այդ երկրային եւ երկնային նշանների 95% արդեն կատարվել է եւ ամեն օր մեծ արագությամբ իրադարձությունները այնպես են փոփոխվում եւ համապատասխանում են Աստվածաշնչյան մարգարեություններին եւ դու կարող ես չհավատալ իմ խոսքերին, նույնիսկ չլսել կամ կիսատ լսել ու թերթել, բայց իմացիր, որ շուտով լինելու է հափշտակություն, բայց անհավատներին կարողանալու է համաշխարհային կառավարությունը խաբել եւ ասել, որ այլ մոլորակայինները ուղղակի հարձակվեցին երկրագնդի վրա եւ տարան այն բոլոր մարդկանց ու երեխաներին, ովքեր այլևս չկան։ Դուք փնտրելու եք ձեր հարազատներին, փնտրելու եք ձեր երեխաներին, չեք գտնելու, որովհետեւ նրանք հափշտակված են լինելու։ Հիսուս Քրիստոսը տանելու է իր եկեղեցին։ Իսկ նրանք, ովքեր չապաշխարեցին, չընդունեցին Հիսուս Քրիստոսին, մեջքով կանգնեցին իրենց փրկիչին, նրանք կմնան երկրի վրա եւ կգա նեռը, կգա մարմնավորված նեռը, հակաքրիստոսը, անօրենը եւ այսինքն սատանայի մարմնավորված որդին, մարդը կգա եւ կիշխի աշխարհին։ Սկզբում նա կգա որպես փրկիչ, որովհետեւ այդ ժամանակ աշխարհը այնպիսի օրերի մեջ կլինի, որ երբեք չի եղել եւ այնպիսի դաժան օրեր կտիրեն աշխարհի վրա, թե պատերազմներ, թե հափշտակության մասին խաբեությունը, որի փր մարդկանց գողացան, թե աղետներ, Աստծո ամենադաժան պատիժները հենց այդ ժամանակ կլցվեն երկրագնդի վրա, հենց անմիջապես հափշտակությունից հետո եւ ուզում եմ ասել, որ հիշեցի այստեղ մի անգամ Աստված ամուսնուս տեսիլք էր տվել, որտեղ հենց անմիջապես հափշտակությունից հետո երկրի վրա սկսվել էր կրակի գնդեր կարկուտի պես, բայց մեծ չափի կրակի գնդեր թափվել եւ հենց եկեղեցին վերցվի երկրի վրայից մեծագույն պատիժներն են սկսելու Աստծո Եվ այդ ամենի մեջ, երբ պատերազմներ, սարսափներ, աղետներ, պատիժներ, ամեն ինչ կխառնվի իրար, եւ հիվանդություններ, եւ սով, անտանելի սովեր, այդ ամենը կխառնվի իրար, ուղղակի բոլոր անհավատները, որ մնացել են երկրի վրա, նրանք իրենց մահն են փնտրելու, բայց այդ մահը երազելու են, մեռնեն, պրծնեն, բայց չի լինելու։ Եվ ուղղակի այդ ժամանակ իմացեք, որ մենք հավատացողներով Հիսուսինները էլ չկան, նրանք գնացել են Հիսուսի մոտ են եւ դուք մնացել եք եւ ապրելու եք 3.5 տարի նեռի իշխանության տակ եւ նա կգա որպես փրկիչ, այդ բոլոր աղետները կխոստանա, որ ինքը ձեզ կփրկի այդ ամենից եւ դուք նորից կապրեք հանգիստ ու խաղաղ կյանքով եւ այդպես էլ կլինի սկզբի մի փոքրիկ, շատ փոքրիկ ժամանակը եւ դրանից հետո նա իր իրական դեմքը ցույց կտա եւ բոլոր աշխարհը, ամբողջ աշխարհը ստիպված կլինի ենթարկվել նրան եւ ստիպված կլինի ենթարկվել նրան եւ խոնարհվել նրան եւ պաշտել ու երկրպագել նրան կվերածվեն բոլոր եկեղեցիները, բոլոր խաչերը կջարդվեն, բոլոր եկեղեցիները կքանդվեն, բոլոր աստվածաշունչերը կվառվեն, այն ամենը ինչը քրիստոնեության հետ է կապված ուղղակի կոչնչացվի եւ
այդ դաժան տարիներին կապրեք ու կընդունեք նրա կնիքը, նեռի կնիքը, իսկ նեռի կնիքը ընդունելուց հետո մարդը այլևս փրկություն չունի, միայն դժոխքն է նրանց սպասում, իսկ ովքեր, որ հիմա չեն հավատում, այն ժամանակ արդեն կհավատան, կընդունեն Հիսուսին, նրանցից ոմանք շատ քիչ մարդիկ աշխարհի վրա կկարողանան ֆիզիկապես եւ հոգով փրկվել, մինչեւ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը երկիր, որը կլինի 3.5 տարի անց, այն պահից սկսած, երբ հափշտակություն կլինի, եւ մյուսները իրենց կյանքը կտան ուղակի եւ ցույց կտան, այսինքն չեն հրաժարվի, բացեի բաց ցույց կտան, որ իրենք Քրիստոսին են պատկանում եւ նրանք կգլխատվեն եւ նրանց հոգիները փրկություն կստանան, սակայն Աստված նրանց հետո իրենց մարմինները կվերադարձնի, ինչպես որ հիմա է վերադարձնելու հափշտակության ժամանակ, սկզբում մեռելները հարություն կառնեն, իրենց մարմինները կստանան, հետո ակնթարթի մեջ մենք կենթանի մնացածներս կվերցվենք երկրից։ Այս խոսքերը գրված են Աստվածաշնչում, այդպես է լինելու է։ Սակայն այս ամենը երբ ինձ սովորեցրել էր Սուրբ Հոգին, ես դեռ Աստվածաշունչ չէի կարդում։ Այսպես, ես ուզում եմ, որ անհավատները, ովքեր որ լսում են հիմա կամ հափշտակությունից հետո, ես ինչքանով որ ես ինքս եմ հասկանում Սուրբ Հոգու տվածներից, ամեն կերպ փակվելու է ամեն տեսակ ինֆորմացիա հափշտակության հետ կապված բոլոր տեսակ հարթակներում եւ գրքեր եւ ամեն ինչ վերածվելու է, սակայն կլինի ինչ-որ մի պահ, որ ինչ-որ չափի ինֆորմացիաներ դեռ մարդիկ կկարողանան ստանալ եւ լսելով նման հոլովակներ, շատերը ուղակի կհասկանան ինչ է կատարվել եւ դարձի կգան։ Ուղակի ուզում եմ դիմել անհավատներին, որ հափշտակությունից հետո եթե դուք հիմա դարձի չեք գա ու կմնաք անհավատ, այն ժամանակ ուղակի հիշեք, որ նա ով կգա եւ կխոստանա փրկություն եւ նա ով ամբողջ աշխարհի կողմից կընդունվի որպես միակ թագավորը եւ փրկիչը, նա հենց Նեռն է, հակաքրիստոսն է եւ այդ ժամանակ դուք դեռ հնարավորություն կունենաք սկզբում, քանի դեռ Սուրբ Հոգին երկրի վրա կլինի, չնայած շատերը ասում են, որ Սուրբ Հոգին եկեղեցու հետ հեռանալու է, ոչ, ինձ 3 անգամ Աստված ցույց է տվել, Սուրբ Հոգին շատ կարճ ժամանակով մնալու է երկրի վրա, որպեսզի այն անհավատներն ու թերահավատները, որ հիմա լսում են շատերի կողմից, շատերի շուրթերից հնչում է այս ճշմարտությունը եւ անհավատներն ու թերահավատները լսում են, բայց դարձի չեն գալիս, այն ժամանակ նրանցից շատերը կհիշեն մեր խոսքերը եւ դարձի կգան։ Եվ Սուրբ Հոգին հենց նրանց համար է շատ կարճ ժամանակով մնալու երկրի վրա, որպեսզի նրանք Սուրբ Հոգու կողմից մաքրվեն, ապաշխարեն, մաքրվեն եւ ոտվեն Սուրբ Հոգով, այսինքն դառնան իրական քրիստոնյա ու այնուհետև Սուրբ Հոգին կհեռանա։ Եվ ուզում եմ ասել նաեւ, որ այդպիսի մարդիկ խմբեր են կազմելու, թաքուն գաղտնի քրիստոնեական խմբեր են լինելու աշխարհի վրա, որոնք որ փորձելու են ամեն կերպ դարձի բերել մյուսներին, որովհետև նա ով ընդունեց Նեռի նշանը, դաջվածքը իր աջ ձեռքին կամ ճակատին, ուրիշ ոչ միտեղ չի լինելու է աջ ձեռքին կամ ճակատին, նա ով ընդունեց այլևս երբեք դարձ չունի դեպի Աստված, երբեք անհնար է իզուր ձեզ չխաբեք, ձեզ հույսեր չտակ, նա ով կընդունի Նեռի նշանը, նրա գենետիկան, գենետիկ կոդը փոխվելու է։ Հիմա մեր գեների մեջ, մեր գենի հիմքում ընկած է աստվածային դրոշմը, Աստծո նշանը, եւ երբ մենք ընդունենք Նեռի նշանը, մեր գենետիկ կոդը, մեր գենը փոխակերպվելու է սատանայինը, ու մենք այլևս երբեք հետ դարձ չենք ունենալու, այնպես որ ավելի լավ է գլխատվել, բայց չընդունել Նեռի նշանը։ Շատերը ովքեր որ կլսեն իմ այս խոսքը, ձեզ հաճելի չի լինի, կնախընտրեք մտածել, որ ես սուտ եմ խոսում, կեղծ մարգարե եմ կամ հոգեկան շեղված, բայց չընդունեք ճշմարտությունը, որովհետև ձեզ կոմֆորտ չի ճշմարտության հետ ապրել, բայց միևնույն է, շատ կարճ է մնացել ժամանակը ու միևնույն է դուք հայտնվելու եք այդ դառը ճշմարտության մեջ, այնպես որ ավելի լավ է հիմա թեկուզ թերահավատորեն լսել իմ խոսքը եւ աղոթել Աստծուն ու խնդրել, որ նա հաստատի ու ցույց տա, եթե այս ամենը ճշմարտությունն է, ձեզ դնի ճիշտ ճանապարհի վրա, որպեսզի դուք գտնեք փրկություն, գտնեք Հիսուսին, ճանաչեք Հիսուսին եւ Տեր Հիսուսն էլ ձեզ ընդունի եւ փրկությունը նրա
դուք ընդունեք եւ փրկվեք։ Թող յուրաքանչյուր մարդ, ով կլսի ինձ այս հոլովակը, այս ձայնագրությունը, հավատում է, թե ոչ այս ամենին, թող յուրաքանչյուր մարդու դիպչի Սուրբ Հոգին եւ ցույց տա նրան ճիշտ ճանապարհը, փրկության ճանապարհը եւ սովորեցնի, որովհետեւ Սուրբ Հոգին է մեզ սովորեցնում, թող Սուրբ Հոգին ձեզ սովորեցնի այն ճշմարտությունը, որը պատկանում է Աստծուն, որը պատկանում է Հիսուս Քրիստոսին, որպեսզի դուք գտնեք փրկություն։ Փառք մեր Սուրբ Երրորդությանը, շնորհակալություն մեր Սուրբ Հոգուն, մեր Մխիթարիչին, որ այսքան ժամանակ մեր հետ է եւ մխիթարում է մեզ եւ սովորեցնում է մեզ եւ օգնում է ու առաջնորդում է։ Շնորհակալ եմ, սիրելի Սուրբ Հոգի։